տոնել Տիրոջ ծնունդը Ժողովուրդ ջան։ Այո, տարբեր տեղ տարբեր ժամերին ստեղանքել տեղեր կա, ամսու 25-ին են տոնում Հիսուսի ծնունդը Ժողովուրդ ջան։ Մի էականը այն ասենք այսօր, որ մարդը Աստծուն ընդունա իր սրտի մեջ եւ այդ ծնունդը կայանը իր հոգու աշխարհի մեջ Ժողովուրդ ջան, որ Քրիստոս ծնվի իմ ու քո մեջ, մեր մեջ ծնվել է, մեր մեջ ապրում է, նաեւ այն հոգիների մեջ, ովքեր դեռ չեն ունեցել ծնունդ իրաց մեջ Ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ Աստված ուզում է ծնվի բոլորի մեջ, բոլորի սրտի մեջ լինի Քրիստոս Ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ դա համար այո, այսօր բացում է Տերը իր աստվածությունը մեր բոլորի կյանքի մեջ, որ Տեր Հիսուսը ինքը Աստված է եւ Աստծո որդի է Ժողովուրդ ջան, եւ Տերերի Տերն է։ Այսինքն մենք հասկանում ենք մի բան, որ Տեր Աստված ասում է, որ առանց իմ որդուս ոչ մեկը փրկություն չեք ունենա Ժողովուրդ ջան։ Ինչ ազգ ուզում ես եղի, ով ուզում ես եղի, ինչ տեսակի մարդ ուզում ես եղի խեչ, խելոք, չեսենք հնազանդ, հարուստ, աղքատ, ասենք դրան կապ չունի Ժողովուրդ ջան, Աստծո որդի լինելու համար, եթե մարդը զղջում է իր մեղքերի համար եւ իր անօրենությունի համար Ժողովուրդ ջան։ Դա համար Տերը սորտնի եւ մենք տեսնում ենք այս վերջին օրերին այս ամեն բաների մեջ Ժողովուրդ ջան։ Այո, հնարավոր է շատերի մեջ լինի տագնապ, վախ, Տեր ջան, ինչ կլինի վաղ միսօր, ինչ օրեր կկան, ինչ ժամանակներ կկան, չեսենք։ Ինչ վիճակներ կկան երկրի վրա, Սիրասո Ժողովուրդ ջան։ Բայց այսօր Տերը ուզում է օրհնի իր ժողովուրդը, Սիրասո Ժողովուրդ ջան։ Եվ Աստված է օրհնում մեզ բոլորիս իր ողորմությամբ, Ժողովուրդ ջան։ Եվ Տերը մեզ ամեն մեկից պահում է իր սիրո եւ գթության ձեռքերի մեջ Ժողովուրդ ջան։ Եվ Աստված ինչ ուզում ինձ ու քեզ օգնի հասկանալու, որ ես ու դու չվախենանք ոչ մի բանի Ժողովուրդ ջան։ Որտեւ ինչքան ուզում ես վախեցի, Տերն է քեզ պայողը Ժողովուրդ ջան, այսինքն վախը դա տանջանքի ենթակա է։ Շատ անգամ մարդը վախից եւ ինքը սկսում է հիվանդություն ձեռք բերել Ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մարդ ունի համարձակություն Աստծուն մոտիկանալ, համարձակություն ունի Տիրոջը զղջալու Տիրոջ առաջ Ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ հետարքիրը Ղուկասի 10:12 խոսքը ինչ ունի ինձ ու քեզ ասելու Ժողովուրդ ջան։ Ղուկասի 10:32 խոսքը ասում է. «Մի վախենար պստիկոտ, վասն ձեր հայրը հաճեցավ, որ թագավորությունը ձեզի տա»։ Փառք Հիսուսին։ Ասում է մի վախեցիր փոքր հոտ։ Այո, մենք գիտենք, այս երկրի մեջ հավատքի ժողովուրդը շատ քիչ է Ժողովուրդ ջան, շատ քիչ։ Շատ անգամ որ թեկուզ Մագադան նայում է, թեկուզ տարբեր Ռուսաստան տեղեր որ նայում ես, սկան ժողովուրդ կա, բայց ընդամենը հավատքի մարդիկ շատ քիչ են։ Եվ այսօր, այո, տեսնում ենք, ասում է, թեկուզ նաև քիչ են Ժողովուրդ ջան, չէ, բայց Աստված ինչ ասում ինձ ու քեզ, ասում է մի վախեցիր պստիկոտ, վասն հայրը հաճեցավ, որ թագավորությունը ձեզի տա։ Ասում է հայրը հաճեցել է, որ թագավորությունը ձեզի տա Ժողովուրդ ջան, այդ թագավորը Քրիստոսի թագավորությունն է, իր թագավորությունը, որ այսօր Աստված դնում է իմ ու քո մեջ, որ ինքը ապրում է իր թագավորության մեր կյանքի մեջ Ժողովուրդ ջան, իր թագավորությունը հաստատում իմ ու քո սրտի մեջ։ Եվ մենք ունում ենք Աստված մեր կյանքի մեջ Ժողովուրդ ջան, եւ Աստված ուզում է այսօր ինձ ու քեզ օգնի, որ այսօր մեզ բացում է, լուսավորում է մեր կյանքը Ժողովուրդ ջան, որ այսօր մարդը ավելի ճանաչի Աստծուն, ավելի Աստծուն ճանաչի Ժողովուրդ ջան։ Աստծուն ճանաչելը դա մենակ գիտնալը չի, Հիսուս անունը Ժողովուրդ ջան։ Աստծուն ճանաչելը, որ այսօր դու ավելի ես հասկանում քո հոր բնությունը, քո հոր էությունը, դու հասկանում ես նրա արած բոլոր գործերը քո կյանքի մեջ, դու հասկանում ես եւ գնահատում ես իր արած գործերը քո կյանքի մեջ Ժողովուրդ ջան։ Սա է Աստված, երբ որ մենք սկսում ենք մեր Աստծուն ճանաչել Ժողովուրդ ջան։ Եվ ինչու՞ այսօր Աստված այս վերջին օրերին Սիրասո Ժողովուրդ ուզում է մեզ բոլորիս արտուն պայի։ Միգուցե մենք ասենք եղբայր ջան, արտուն չենք լսում ենք, չէ Ժողովուրդ ջան։ Այո, հիմա լսում ենք, քնած չենք, բայց հոգևոր արթնությունը սա ուրիշ բան է, երբ որ քո աշխարհի մեջ դու արտուն ես, եւ դու տեսնում ես այս բոլոր իրավիճակները, եւ դու տեսնում ես, հասկանում ես, որ ժամանակները քիչ է։ Ժողովուրդ ջան։ Որտեւ ասում է վերջին ժամանակ ամբողջ աշխարհով պիտի ավետարանի Աստծո խոսքը Ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք Աստծո խոսքը ամբողջ աշխարհով ավետարանում է, Տիրոջ խոսքը։
շատերին պատմվում է Տիրոջ մասին, ժողովուրդ ջան։ Համար Տերը սորտնի եւ 35 խոսքը ժողովուրդ ջան ասում է արտուն ծառաներ։ Որքան կարևոր է, երբ որ մարդը հոգևորապես նա արտուն է գտնվում, ժողովուրդ ջան, չէ՞։ Ինչո՞մ որ Տերը ասում աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ագաժներ ունեք, բայց չեք լսում։ Հետարքիր խոսք է, ժողովուրդ ջան։ Աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ագանջ ունեք, բայց չեք լսում։ Այո, ժողովուրդ ջան, մենք տեսանք, որ փարիսեցին իրանք ոչ տեսնում են, ոչ էլ լսում են։ Աչքեր ունեն, բերանել ունեն, բայց չէին տեսնում ու չէին լսում, ժողովուրդ ջան։ Այսինքն տեսողությունն է, երբ որ մարդը ճանաչում է Տիրոջը, որ իրան Տեր ու Փրկիչ է, եւ ընդունում է Աստծո որդուն որպես Տեր ու Փրկիչ։ Սա դու տեսնում ես, եւ դու ճանաչում ես, եւ դու լսում ես իր ձայնը, եւ Աստված ինչ ունի ինձ ու քեզ սովորեցնելու։ Եվ դամար Աստված ուզում է, որ այսօր իր ժողովուրդը լսա Աստծո ձայնը, ժողովուրդ ջան, լսա Տիրոջ ձայնը։ Եվ մենք այսօր բոլորս լսում ենք Տիրոջ ձայնը։ Տերը ինչ ունի ինձ ու քեզ ասելու, ժողովուրդ ջան։ Դամար 35 խոսք ասում է ձեր մեջքերը գոտևորված ըլան ու ճրագները վառված։ Մեջքը գոտավորված, ճրագները վառված։ Այո, ճրագը դա Աստծո լույսն է, երբ որ քո մեջ վառվում է Աստծո լույսը, Սերժ ժողովուրդ ջան, եւ քո մեջքերը գոտավորվում է Տիրոջ խոսքի ամրությունն է գալում, քո մեջքը ամրանում է, եւ դու չես վախենում, եւ դու հավատում ես, եւ դու սպասում ես։ Այո, մենք այսօր հասկանում ենք, այսօր կարող շատ մարդիկ վախ ունենան, թե մահանալուց, վախ ունենան երկրի եղած իրադարձություններից, պատերազմ, մահատարաշամներ, ժողովուրդ ջան, մենք այսօր տեսնում ենք էտալով մահատարաշամները շատանում են։ Բայց այսօր Աստված, սիրածո ժողովուրդ ջան, ուզում է ինձ ու քեզ արտուն պայի Աստծո խոսքի մեջ։ Աստծո խոսքը քո մեջ ուզում է կոտևորի, որ դու չվախենաս, որ դու ամուր կենաս։ Շատ անգամ մարդիկ հնարավոր իր հիվանդության պատճառով վախենա։ Շատ հնարավոր մարդը մահից վախենա, ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ մահը, երբ որ մարդը Աստծուց կտրում է, նա է մահը, ժողովուրդ ջան, իսկ որ մենք պետք է փոխվենք, ժողովուրդ ջան, այս մարմնից դուրս ես գալու, մտնում ես մի ուրիշ մարմնի մեջ, որը երկնային մարմին է։ Մենք այսօր ոչ մեկս չենք տեսել, բայց հավատում ենք, որ Տերը մեզ խոստացել է նույնպես, ժողովուրդ ջան, երկնային մարմին, որտեղ որ ցավ կա, ոչ տառապան կա, եթե ընդ մի 100 տարեկան քույրիկ մտնի, տատիկ մտնի, չէ, ինքը այդ տարիքով ընդ չի մնա, ժողովուրդ ջան, այդ նույն տատիկը ասենք, չէ, ասենք, ընդ արդեն ուրիշ գեղեցկություն է, ընդ ուրիշ օրհնություն է, ժողովուրդ ջան։ Այդ տարիքն որ մեծանում է, ժողովուրդ ջան, այդ մարմինն է մեծանում, հոգի ջահել նա մնում է։ Հոգիդ մնում է դեռ այն ջահելը, ժողովուրդ ջան։ Այո, մարմինդ մեծանում է, ծերանում է, տեսնում է շատ անգամ այդ բոլոր գեղեցկությունը կորում արդեն իրա։ Էլ իշքան ուզում ես քեզի զարդ տարա, էրա, էլ արդեն ուշ է, արդեն այդ մարմինը իրա հասնում է իրա նպատակին, որ պետք է դուրս գա հոգին այդ մարմնի, ժողովուրդ ջան։ Համար ասում է ձեր մեջքերը գոտևորված ըլան ու ճրագները վառված, դուք եղեք այն մարդոնց նման, որոնք իրենց Տիրոջը կսպասեն։ Ասում է դուք եղեք այն մարդոնց նման, որոնք իրանք Տիրոջն են սպասում, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք այն մարդիկ ով են, որոնք սպասում են իրանց Տիրոջ գալստյանը։ Նաև այսօր ինձ ու քեզ աղում, դուք էլ եղեք մարդկանց նման, որոնք սպասում են իրանց Տիրոջը։ Թե երբ պիտի դառնա հարսանիքեն, ժողովուրդ ջան, որպեսզի երբ գա եւ դուռը զարնե, իսկույն բանան անոր։ Ասում է դուք եղեք այն մարդոց նման, որոնք իրենց Տիրոջը կսպասեն, թե երբ պիտի դառնա հարսանիքեն, ժողովուրդ ջան։ Ասում է որպեսզի երբ գա դուռը զարնա, իսկույն բանան անոր։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս տվյալ ծառան ինքը արտուն է, այդ զարգի ձայնը ինքը լսում է, եւ նա կարողանում է դուռը բանալ, ժողովուրդ ջան։ Հնարավոր մարդ, երբ որ հոգեորապես քնում է եւ Աստված մարդուն ձեն է տալում, տղա ջան, աղջիկ ջան, հələ վեր կաց,
ժամանակը քիչ է, խես քնե, վեր կաց ապաշխարի, վեր կաց փոխվի, վեր կաց հանդերձներ շտկի, սպիտակ հանդերձներ հակի։ Եվ մենք տեսնում ենք, այո, շատ անգամ մարդիկ չեն լսում Աստծո ձայնը, ժողովուրդ ջան։ Եվ Տերը ասում է, դուք եղեք այն մարդկանց նման, եղեք, այսինքն եղեք այն մարդկանց, որոնք սպասում են իրանց Տիրոջ, ասում է, երբ դուռը զարկեն, իսկույն բացում են դուռը։ Եվ Տերը տա, որ այսօր Աստված նաև մեր սրտի դուռն էլ է թագում, սիրածո ժողովուրդ ջան, թագում է, որպեսզի դու բացես։ Հենց այնպես չի թագում։ Հենց այնպես չի մոտիկանում քեզ։ Նա ուզում է, որ դու բացես քո հոգու աշխարհի սրտի դուռը, որպեսզի Աստված գա քո մեջ ապրի։ Եվ այսօր Տերը ուզում է, որ դու արտուն ծառայի պես լինես, սիրածո ժողովուրդ ջան։ Դուռը զանեսկույն բանա անոր երանի այն ծառաներում։ Երանի է տալում, սիրածո ժողովուրդ ջան։ Նա ուզում է երանի տա քեզ։ Երանի է տալում ինձ ու քեզ։ Երանի ծառաներում, որոնք երբ Տերը կգա, զանոնք արտուն պիտի գտնե։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որ ինքը գոտին մեջքը պիտի կապե ու սեղան նստեցնե զանոնք եւ առաջ անցնելով սպասավորություն պիտի ընե անուն, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք մեր Տեր Հիսուսի գործը, ժողովուրդ ջան, օրհնյալ է նա։ Այսօր ոչ մի ղեկավար պես բան չեն, ժողովուրդ ջան։ Էցե ոչ մի ղեկավար չկա, մի պրեզիդենտ, որ երբ որ մի ծառան մտնի տերս, ինքը նստեցնա այդ ծառան, նստեք, ես ձեզի սպասավորություն կանեմ, ժողովուրդ ջան։ Էցև չկա մի ղեկավար։ Ամեն ղեկավար իր թագավորությունը հաստատում։ Իր փառք, իր Պատեսում ենք Տեր Հիսուսը ինչ օրհնյալ է մեր Տեր ասում է։ Երանի այն ծառաներուն, որոնք երբ Տերը գա, զանոնք արտուն պիտի գտնե։ Մենք տեսանք, որ Տիրոջ խոսքը այսօր ինչ ասում, որ երբ որ ինքը գա, ես ու դու արտուն մնանք, ժողովուրդ ջան, եւ երբ որ Տերը այդ փողը հնչեցնե, եթե քանի դեռ մենք երկրի վրա ենք, ժողովուրդ ջան, եւ մենք էլ պիտի հապշտակվենք Տիրոջ հետ, մինչեւ երրորդ երկինք, ժողովուրդ ջան։ Հնարավոր է կարող դու ասես այ եղբայր ջան, այդ երրորդ երկինքը որտեղ է, կամ դե ինչ պիտի անենք, ոնց պիտի ապրենք, ժողովուրդ ջան, չէ։ Դա մեր խելքի բանը չի, ժողովուրդ ջան։ Երբ որ գնացինք այնտեղ, Աստծուն պիտի փառավորելով պետք է ապրենք երկնքում, ժողովուրդ ջան, որտեղ օրհնյալ է մեր Աստվածը։ Եվ դա ասում է երանի այն ծառաներուն, որ երբ Տերը գա, զանոնք արտուն պիտի գտնե, ճշմարիտ կսեմ ձեզի, որ ինքը ժողովուրդ ջան, ինքը գոտին մեջքը պիտի կապե ու սեղան նստեցնե զանոնք եւ առաջ անցնելով սպասավորություն պիտի ընե անոնց։ Թո Տիրոջ անունը փառավորվի, սիրածո ժողովուրդ, եթե գիշերվան երկրորդ պահուն գա կամ երրորդ պահուն գա ու արտուն գտնե երանի այն ծառաները։ Սա թեկուզ երկրորդ եւ երրորդ պահուն գա եւ արտուն գտնա, այսինքն կգա այն շատ ժամանակ երբ որ գա, թեկուզ երկրորդ պահուն դու արտուն գտնվես։ Այս եկավ երկրորդ պահը դու արտուն ես, երրորդը դու նույնպես արտուն ես։ Այսինքն քո հոգևոր կյանքի մեջ դու արտուն ես մնում եւ սպասում ես քո Տիրոջը, ժողովուրդ ջան։ Դա համար որքան կարևոր է այսօր Աստված ուզում է ինձ ու քեզ սպասել տալուն, որ մենք սպասենք իրան, ժողովուրդ ջան, սպասենք եւ ինչ անենք, արտուն մնանք, ժողովուրդ ջան։ Արտուն ամենակարևոր բանը է, որ մարդը արթնանում է իր քնից, ժողովուրդ ջան, եւ արթնանում է իր ամեն վիճակներից եւ Տիրոջ երեսը փնտրելու համար, ժողովուրդ ջան։ Աստծուն պաշտելը կապ չունի քո ոչ մի վիճակի, ժողովուրդ ջան։ Թե ինչ ձևի ես, ոնց ես մտածում, հիվանդ ես, տգար ես, թույլ ես, ժողովուրդ ջան։ Աստված մարդու սրտի մեջ է պաշտվելու, քո հոգու աշխարհի մեջ է նա պաշտվում։ Հնարավոր մարդը հիվանդ լինի, բայց ինք Աստծուն վայելում է։ Կարող մարդը տգար լինի եւ իր սիրտը բացում Աստծուն վայելում է, ժողովուրդ ջան։ Այո, եւ մենք գիտենք մի հակառակորդ, որ միշտ հակառակ է կենում մարդուն, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը ցույց մի քիչ տկարանալ, հավատքից թուլանալ, ժողովուրդ ջան, ինքը մի հատ էլ ճոխեցնում է մարդու վիճակի իրան,
Ալակու վիճակիդ նայա, ես ինչա վիճակը, տգար ես, թույլ ես, ընկած ես, մեռած ես, չես են Ժորժան։ Եվ տենում ես շատ անգամ մարդիկ հարմարվում են այդ սդությանը։ Ես սկսում են իրանց տեսնել պես խեղճալի, ես ինչ խեղճալի մարդ եմ ես, Ժորժան։ Բայց Աստված ուզում է այսօր ինձ ու քեզ օգնի, որ այսօր Երանի է տալում ինձ ու քեզ, որ դու արտուն ես եւ դու հավատում ես Աստծո գալստյանը, դու հավատում ես, որ շուտով քո Տերը պիտի գա եւ քեզ հապշտակի։ Անի մինչեւ երրորդ երկին Ժորժան։ Ասում եմ, եթե գիշերվան երկրորդ պահուն գա կամ երրորդ պահուն գա ու արտուն գտնե Երանի այն ծառան, էլի Երանի է տալում ինձ ու քեզ Ժորժան։ Բայց այլ գիտեք թե եթե տան Տերը գիտնա թե որ ատեն գողը գուկա արտուն կկենա ու թող չեր տա որ իր տունը ծակե։ Եվ 40 խոսքը ուրեմն դուք էլ պատրաստ կեցեք, քանզի որդի մարդու պիտի գա այնպիսի ժամումը, որ դուք չեք կարծե։ Ժորժան, սա ճշմարտությունը։ Այո, մենք ոչ մեկս չենք պատկերացնում թե Տերը երբ կգա։ Даже չենք էլ կարծում թե որ օրը կգա Ժորժան։ Դամար ինչու համար Տիրոջ խոսքը ասում է ուրեմն դուք ալ պատրաստ կեցեք, պատրաստվիր ով հարս, պատրաստվիր ով հոգի, պատրաստվիր, շուտով Տերը գալիս է։ Շատ անգամ ասում է ինչ եք մտածում իմ երեխեք, խի պատրաստ չեք դեռ մինչև մա, ինչնա ձեզ խանգարում պատրաստ գտնվեք, որպեսզի ուզում եմ գամ, որ ձեզ տանեմ հարսանիք, երկնային քանան։ Ինչու համար շատ անգամ Աստված տեսնում ենք, որ իրապես ուզում է մարդկանց պատրաստի, որ երբ որ ինքը գա, ես ու դու դուրսը չմնանք, Սիրո Ժորժը։ Այո, մենք տեսնում ենք Աստծո սերը որքան մեծ է, որ այսօր Տերը, եթե շուտ գար Ժորժան, շատերս կարող է չփրկված չլինենք, եթե այն ժամանակ էր, երբ որ մենք չենք ապաշխարում։ Դամար այսօր փառք ենք տալում, այսօր ասում, այսօր Տերը իշքան մարդկանց է բերի ապաշխարություն, այսօր։ Որքան միգուցե այսօր շատ մարդիկ ապաշխարում են, շատ մարդիկ դառեր են ասում, որտեղ ամբողջ տիեզերում գալակտիկա մենք չենք իշքան մարդիկ են դառնում ասում, որքան մարդիկ են հեռանում այս աշխարհ Ժորժան, մենք չգիտենք որքան մարդ հեռում է երկրի վրից։ Դամար Տիրոջ խոսքը փառավորվի Ժորժան սմա, ուրեմն դուք ալ պատրաստ կեցեք, քանզի որդի մարդու պիտի գա այնպիսի ժամումը, որ դուք չեք կարծե։ Այս խոսքը տալում է ինձ ու քեզ մտածելու կամք, մտածելու։ Այո, ես կգամ այն ժամանակը, դուք դաժե չեք էլ կարծում, թե ես երբ կգամ։ Այսինքն սա տալում է այն վիճակը, որ մարդը ուզում է պատրաստ գտնվի, արտուն գտնվի իր բոլոր վիճակներից։ Ինչպես եղբայրը ասեց, եթե կա դժվարություն քո կյանքի մեջ, խնդիրներ կա, անհաշտություն, եթե սեր չկա քո կյանքի մեջ, Ժորժան։ Շատ անգամ մարդիկ ասում են, եղբայր ջան, սեր չկա մեջս, ինչ անեմ, Ժորժան։ Ուր բերենք այդ սերը դնենք իր մեջ։ Էլի Աստված բդի տա։ Աստվածը դնում իմ քո մեջ կամենալը, ամեն բան ինքը դնում է քո մեջ եւ տեսնում է, եթե դու ուզում ես, Ժորժան։ Այո, եթե մենք ուզում ենք, Տերը բերում տալում է, առատապես բաժնում է։ Եվ Տերը ուզում է ինձ ու քեզ նույնպես բաժնի իր խոսքը։ Եվ դա մասը Իրանի այն ծառում, այսինքն Իրանի այն նույն տալում մեզ, Ժորժան։ Եվ դամար Տերը ինձ ու քեզ հորդորում ասում է պատրաստ կեցեք, քանզի որդի մարդու պիտի գա այնպիսի ժամումը, որ դուք չեք կարծե։ Ինչպես եղբայրը խոսում էր սուտ վկաների մասին, Ժորժան, այո, իրանք չեն էլ սպասում, Ժորժան։ Ես հիշում եմ մի անգամ պես եկան, դե իրանք մտածում են այս երկնքի, այս ինչ-որ երկնային բանը դրախտը պիտի երկրի վրա լինի, Ժորժան, մարդիկ այդպես գաղափար ունեն, որ երկրի վրա եւ դերս դրախտ են սպասում, Ժորժան։ Բայց Տիրոջ խոսքը մեզ սովորացնում է, որ էլ ստեղ դրախտ չկա, Ժորժան, էլ ստեղ ոչ մի լավ բան չկա։ Մենք օրեցօր տեսնում ենք երկիրը քանդվում է։ Այսօր տեսնում ենք շատ տեղեր պատերազմներ, մահատարաժամներ կա, Ժորժան։ Եվ դամար Տերը ողորմա իրապես այդ տիպի մարդկանց, ովքեր չեն ճանաչում Աստծո որդին։ Ես էլ եմ իրան ասում եմ, եթե հոգի չկա,
Եթե մարդը հոգի չունի, մեռա պրծավ, ժողովուրդը մեկ էլ ինչա մարեք սկան տանջվում։ Էլնչա մարդ իրան զրգում, էլնչա մարդ իրան խոնարեսնում, էլնչա մարդը թշնամու սիրում, խիա մարդը, որ ես ամեն բանը ընդունում ատիրır, ինչու համար եթե հոգի չկա ժողովրդյան, չէ։ Այսինքն եթե հոգի չկա, մարդը ինչ կրա իր համար ուդա խմա, քեֆենա ինչ ոսոր աշխարհի մեջ ասում, կեր խմա, քեֆենա վաղը բդի մեռնես։ Սա այդ գաղապարն է, սադանայի խավարի գաղապարը ժողովրդյան, սա Աստծո գաղապար չի։ Աստված մեզ այդպես չի սորացում։ Աստված մը արտուն կեցիր, որ դու ես չգիտես եւ պետք եմ, այսինքն Տեր եկավ ինչ պետք, Տեր եկավ քեզ բի հապշտակի երկինք։ Ինձ ու քեզ պետք տանի երկինք ժողովրդյան։ Այսինքն բայ եթե հոգի չկա, բայ ինչ է պետք մտնի երկինք, չեսենք։ Որ այս մարմինը չի մտնում, ասում եմ միրն ու միսն ու արյունը երկինքը չեն ժառանգել երկինքը ժողովրդյան։ Այս միսն ու արյունը երկինք չեն մտնի։ Էսի տված է այս երկրի վրա, որպեսզի մարդը այս հոգու աշխարհի հոգու վրա հագնի այս մարմինը ժողովրդյան։ Դամար Տերս օրհնի, սիրած ժողովրդյան, Տերս օրհնի սկանով կվերջացնենք, Տերը տա, որ այսօր մենք արտուն կենանք, սպասենք մեր Տիրոջը։ Ինչպես եղբայրները Տիրոջ խոսքով որդորեցին, նոր տարին մոտենում է, տարին մոտենում է ժողովրդյան։ Այո, տեսնում եք, ոնց որ էսի մի տարի է, որ սենք երբ որ նոր տարի է, մարդը նոր մտածում է հաշտության մասին, չեսենք։ Նրանց սաղ տարիներ չի մտածում, հենց կալում է մի նոր տարի, կալում է Տիրոջ ծննդյան օրը ժողովրդյան։ Մարդը սկսում է մտածել։ Հետարքիր է, երև դուսն Պիղատոս իրար թշնամի են ժողովրդյան, բայց Քրիստոսի հետ ընթացքի մեջ ինքը հաշտեց իրարց այդ ժողովրդյան։ Մենք տեսանք Տեր Հիսուս դաժե այդ պայնից մարդկանց բերեց հաշտություն, այս մարդկանց մեջ էլ հաշտության հարց լուծեց։ Թշնամի են իրար, Հերովդեսն ու Պիղատոսը։ Հիմա Աստված եթե իրանց մեզ բերեց հաշտություն, բա Աստված նաև մեր մեջ էլ է բերում այդ հաշտությունը ժողովրդյան, իմ ու քո մեջ։ Եթե չունես կարողություն, եթե դու չես կարողանում ժողովրդյան, եթե քո մոտ չի ստացվում, Աստված ուզում է ինձ ու քեզ օգնի։ Ժողովրդյան։ Դա մոտ Տիրոջ անունը փառավորվի, սկանով կվերջացնենք, ամեն, ամեն ժողովրդյան, ամեն։ Ամեն ժողովրդյան, հիմա Հակոբ աղբերս էլ չի մտավ գիցավ։ Ուրբիկ ապե զանգիր Հակոբ աղբորը։ Հայ մախբեր, բանը Ինչ ասես էլա։ ավտոատվեցիկ նախոսում, ավտոատվեցիկ նախոսում, ինչ պատասխանեցա։ Այս էլի քնած եմ։ Ժողովրդյան, Շատ ախոտում աղբերը, դրամա, երեկ էլ հիվանդ էր։ հա, Ժողովրդյան, հիմա ուղղալի չգիտեմ։